Հայաստանում մոլեգնող հոգևոր նորոգման գործընթացը պառակտել է նաև Արցախի թեմի խորհրդի 8 հոգանոց կազմը։ Թեմի առաջնորդի գործողությունները դատապարտող թեմական խորհրդի հայտարարությունից հետո Արցախի թեմի էջում հերքում է հայտնվել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին, դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը իր ևս 7 եղբայր եպիսկոպոսների հետ Փաշինյանի կաբինետ գնաց։ Հետո էլ նրա անունը հայտնվեց վեհափարի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում։ Որքան էլ Վրթանես Սրբազանը մի փոքրիկ հայտարարությամբ բացատրեց, որ արցախցիների հետ է նրանց իրավունքների համար պայքարում, միևնույնն է սոցցանցային տարբեր հարթակներում բորբոքված արցախցիներն էին արտահայտվում։ Արցախցիների մոտ այդ քայլը բացասաբար ընկալվել է երկու հիմնական պատճառով։ Առաջինը ասում են, որ ինչպես է գնացել եւ ձեռք սեղմել են մարդու հետ, ով որ այս ամեն ինչի պատճառն է, եւ երկրորդը այն, որ ինչու է մեր սրբազանը հայտնվում այսպես կոչված դիրադավ 10 եպիսկոպոսների շարքում։ Ըստ Արցախի օմբուդսմենի մարդկանց համար անընդունելի ու վիրավորական էր, որ իրենց թեմի առաջնորդը միացել է վեհափարի դեմ արշավին։ Կարծում են Գարեգին II բոլոր առիթներն է օգտագործում իրենց խնդիրները բարձրաձայնելու համար։ Ամանորյա ուղերձներում տարբեր տոների նվիրված ուղերձներում միշտ հիշատակում է, իսկ նույնը չենք կարող ասել իշխանությունների մասին։ Արցախի թեմական խորհրդի անունից այդ ժամանակ հայտարարություն տարածվեց։ Այն մեկնաբանում էր խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Թեմական խորհուրդը թեմի առաջնորդի դիրքորոշման հետ համաձայն չէ։ Հիմա էլ թեմը հայտարարում է թեմական ժողով չի եղել, ինչ հայտարարություն։ Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է խորհրդի մեծամասնության անունից են դատապարտող հայտարարություն տարածել։ 8 հոգի են եւ մեծամասնությունը տեղյակ են եղել եւ մասնակցել են այդ հայտարարության տեքստի կազմման։ Մեծամասնությունը քանի հոգի։ 6 հոգի ասենք։ Իսկ ովքեր են այս հերքող հայտարարության հետևում, հարցնում է Հովհաննիսյանը։ Թեմական խորհրդի քանի անդամ են տեղյակ եղել այդ հայտարարության մասին։ Ի վերջո, ում անունից է տարածվել այս տեքստը, ճշտել հնարավոր չեղավ։ Արցախի թեմի գրասենյակում չէր Վրթանես եպիսկոպոսը։ Նա վերջին ամիսներին անպատասխան է թողնում նաև մեր հեռախոսազանգերը։ Թեմի պաշտոնական կայքում կարդում ենք մի ամառային տաք գրառում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնում Այլաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա անցյալում էր Վրթանես եպիսկոպոսը, հիմա վեհափարին սրբապղծության հովանավոր է համարում։ Նրա ընթացքը վտանգավոր, կորստաբեր։ Ըստ Արցախի օմբուդսմենի արցախցիների շրջանում պահանջ կա, որ նա հեռացվի թեմի առաջնորդի աթոռից։ Այդ որոշումը սակայն վեհափարինն է։ Կա լրջագույն վստահության ճգնաժամ եւ ես չեմ կարող հասկանալ, թե այս իրավիճակում այլևս ինչպես կարող է օրինակ Վրթանես եպիսկոպոսը ունենալ այդ իր հոտի մոտ ունենալ այդ վստահությունը։ Եվ մինչ լռում է Արցախի թեմի առաջնորդը, նրա պաշտպանությունն է ստանձնել հակակաթողիկոսական արշավում վարչապետի տեսակետները կիսող մեկ այլ հոգևորական Վազգեն arczepiskopos-ը։ Նա վերջին օրերին հյուրընկալվում է Փաշինյանի ընտանիքին ու ղեկավարած կուսակցությանը պատկանող լրատվամիջոցներում ու հանրային հեռուստաընկերությունում։ Խնդրում եմ իրենից մի նեղացեք, Վրթանես Սրբազանը Արցախի ակունքներում է կանգնած 1988 թվականից։ Arczepiskopos Միրզախանյանը արցախցիներին հորդորում է վեհափարի իրենց իրավունքների պաշտպանության թեմայով ելույթներին շատ չխաբվել։ Խնդիրների լուծուղը դա մնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ինքը ասում է, այդ հարցով պետք է զբաղվի իշխանությունը, չէ, պետությունը, ոչ թե եկեղեցին, իր հարցազրույցում նաև դա, իսկ ինչու չի զբաղվում։ Արցախի օմբուդսմենին խնդրահարույց է թվում arczepiskopos-ի հայտարարությունը, թե արցախցիներն ավելի շատ Հայաստանի կառավարությանն են քննադատում, քան Ադրբեջանին։ Մի տեսակոտարություն է զգացել արցախցիներին քույր ու եղբայր անվանող arczepiskopos-ի խոսքում։ Ավելի շատ չար խոսքեր լսում եմ Հայաստանի իշխանությունների հասցեին, քան բուն Ադրբեջանի հասցեին, այսպես ոնց կլինի։ Հասկանում եք, մի օր չլսեցինք նաև, թե խաղաղապահների աչքի առաջ ինչու այդպես եղավ, ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում։ Չգիտեմ, հասկացել է ինքը դա, թե չի հասկացել, բայց իր այդ խոսույթով եւս թիրախավորել է արցախցիներին, այսինքն ներկայացնում է այնպես, որ տեսեք դուք Ադրբեջանի իշխանություն, հենց բառացի այդպես է ասում, ավելի շատ Հայաստանի իշխանություններից են բողոքում, քան Ադրբեջան, սա ինչ է։ Սա ինչ գնահատական սրան տանք, այսինքն սա կներեք այս իշխանությունների պրոպագանդիստների, քարոզիչների
թելնամանում եւ նրանց տարածած թեզերն է իր հարցազրույցի ժամանակ տարածում։ Եղամ Ստեփանյանը վկայակոչում է հարյուրավոր զեկույցներ ընդդեմ ադրբեջանական վայրագությունների, որ իր գրասենյակն է պատրաստել, իսկ ռուս խաղաղապահների անգործության մասին ըստ օմբուդսմենի Արցախի իշխանությունը խոսել է, եթե պետք է, մի անգամ էլ ինքը կասի։ Հիմա հրապարակային ասում եմ 20 թվականին Արցախ եկած խաղաղապահները, որոնք որ պետք է խաղաղություն ապահովեին, ձախողել են իրենց առաքելությունը, որի հետևանքով այսօր մենք ուրեմն տեղահանված ենք։